Բարև ձեզ, հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն է քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը, բարև ձեզ, պարոն Աբրահամյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար եւ փորձենք միասին ամփոփել անցնող շաբաթը։ Նախ սկսենք վարչապետի երկու այցերից, սկզբում Գերմանիա, հետո Մոսկվա եւ Գերմանիայում գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ այդ կարևոր հռչակագիրը ընդունվեց, ըստ ձեզ ինչքանով է այն կարևոր մեզ համար։ Ըստ էության մենք գործ ունենք երկու մակարդակի process-ների հետ, մեկը անմիջականորեն Եվրոպական միության հետ հարաբերություններ են, այսինքն ուղիղ Բրյուսելի հետ հարաբերություններն են, որը ավելի ստրատեգիական մակարդակի է եւ կարևոր դերակատարների։ Այո, եւ գիտեք, օրեր առաջ ստորագրվեց այդ համատեղ գործընկերության օրակարգը եւ դրանից հետո տեղի ունեցավ այցը արդեն վարչապետի այցը Գերմանիա։ Եվ երկրորդ մակարդակը դա արդեն Եվրոմիության առանձին պետությունների հետ, երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն է, որը ածանցում է այդ հիմնական գլոբալ ռազմավարական նպատակից։ Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը արդեն պետությունների, անդամ պետությունների ընդ որում հնարավորինս ազդեցիկ Եվրոմիության որոշումների կայացման վրա մեծ ազդեցություն ունեցող երկրների հետ հարաբերությունների անհատական զարգացումը նպատակ ունի ստեղծել կարևոր հենման կետեր ռազմավարական հիմնական նպատակները իրագործելի դարձնելու համար։ Սա է պատճառը, որ անհատապես այդ կոնտակտները ստեղծվում են եւ դուք գիտեք նաեւ, որ դրանից առաջ նաեւ Նիդերլանդների հետ էր հռչակագիր ստորագրվել, որոնք բովանդակային առումով բավականին միմյանց նման են։ Ըստ էության օրակարգը, որը հաստատվել է Բրյուսելում, դա գալիս է լրացնելու ՍԵՊԱ-ի հիմնական պայմանագրին, ավելի կարելի է այսպես բնորոշել, որ վերաթարմացման, այսպես ռեստարտի պոտենցիալ ունի ինքը եւ նախանշում են բոլոր հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զարգանան Հայաստանի եւ Եվրոմիության հարաբերությունները, ընդ որում ի տարբերություն օրինակ ասենք Գերմանիայի հետ ստորագրված հռչակագրի բավականին կոնկրետություն է պարունակում տարբեր ուղղություններով, ժամկետների սահմանման հետ կապված, կոնկրետ բարեփոխումների ուղղությունների, անելիքների հետ կապված, ինչպես նաև այն հիմնական օժանդակության, որը Եվրոմիությունը նախատեսում է Հայաստանի համար։ Բրյուսելյան փաստաթուղթը եւ գից մյուս փաստաթղթերը Գերմանիայի հետ ձեր իշտակած նաև Նիդերլանդների հետ կարող ենք ինչ-որ իմաստով մեր դիվանագիտության ձեռքբերում համարել։ Ինչ-որ իմաստով այո, կարող ենք համարել, ավելի ճիշտ կլինի ասել, սա քայլ էր ուղղված Հայաստանի հիմնական արտաքին քաղաքական կողմնորոշումները ավելի հասկանալի, ավելի հստակ ձևակերպելու իմաստով եւ այստեղ կարելի է տարընթերցումներ չկան, Հայաստանը շատ հստակ ցույց է տալիս, թե որն է իր հիմնական արտաքին քաղաքական օրիենտացիան։ Դա շատ կարեւոր է ֆիքսել, ընդ որում այս ուղղվածության որդեգրումը իհարկե նոր չէ, բայց շատ կարեւոր է այն համատեքստում, որ Հայաստանը նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ այդ առումով միշտ հայկական դիվանագիտության հետ կապված այսպես ընկալումների խնդիր կա, ի վերջո կողմնորոշումը ինչպիսին է եւ լինելով Եվրասիական տնտեսական միության մեջ գնալ ռազմավարական հարաբերությունների զարգացման Եվրոմիության հետ, սա ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է ճկունություն դրսևորել իր հիմնական արտաքին գործընկերների կամ բևեռների միջև։ Այսօր կարելի է դրանք բևեռներ ասել, որովհետև կոնկրետ իրավիճակների հետ կապված միջազգային դաշտի, միջազգային կոնյունկտուրայի նրանք բևեռներ են ըստ էության։ Եվ այս իմաստով հստակեցումները շատ կարևոր են, բայց նաև բավարար ճկունություն պետք է դրսևորել, որպեսզի բոլոր կողմերի համար լինես հավասարապես կամ հավասարաչափ ընկալելի եւ հասկանալի եւ չհանգենք երբևէ այնպիսի իրավիճակի, երբ որ
մեր նկատմամբ վստահության անկում կարող է ունենալ կողմերից որևէ մեկը, որովհետև այդ հավասարակշռության բալանսի խախտումը որևէ պարագայում մեր շահերից չի բխելու։ Որ ասում եք շատ հստակ է Հայաստանի քաղաքական օրենտացիան, ո՞րն է այդ հստակությունը, ո՞րն է այդ օրենտացիան։ Հստակությունը ես քդիտարկում եմ քաղաքակրթական մակարդակում, դա պրո-եվրոպական ուղղությունն է, պրո-արևմտյան, բայց հիմնականում պրո-եվրոպական։ Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանի հիմնական գերնպատակը, չգիտեմ, Եվրոմիությանն անդամակցելն է, ընդ որում հետաքրքիր է, որ փաստաթղթերի մեջ էլ այդ նպատակը հստակ ֆիքսված չէ։ Եվ դրա տակ տողատակեր են փորձում գտնել, այնտեղ ձևակերպումներն այնպես է արված, որ Հայաստանը եւ Եվրոմիությունը ընդլայնում են իրենց հարաբերությունները եւ այլն։ Այսինքն հստակ անդամակցության ձևակերպում որպես այդպեսին չկա։ Սա շատ լավ է, որ չկա, որովհետեւ ոչ Հայաստանը ըստ էության, ոչ Եվրոպական միությունը այսօր չունեն այդ հնարավորությունը ներուժը այդ աստիճանի զարգացնելու հարաբերությունները։ Բայց այստեղ այդ հստակությունը մի տեսակ խեղվում է, շեղվում անհասկանալի է դառնում։ Տեսեք վարչապետը ինչպես է պատասխանում այդ հարցին, հենց ասուլիսի ժամանակի են, չէ՞, թե մենք ի վերջո պետք է դուրս գանք Եվրասիական տնտեսական միությունից եւ գա այն պահը, որ նաեւ հայտ ներկայացնենք Եվրամիությանը անդամակցելու, վարչապետը պատասխանեց, որ դուրս գալը մեզ համար նպատակ չէ, բայց Եվրամիություն մտնելը նպատակ է, բայց երբ կհասնենք այդ կետին, դեռևս չենք կարող ասել եւ դրա համար պետք չի մտածել, երբ հասանք այդ կետին կմտածենք։ Հետո ասում է, թե տեսեք հետաքրքիր միտք կա, մենք պետք է բազմաթիվ չափորոշիչների, չէ, բավարարենք, որ հասնենք այդ կետին, այդ մասին նաև Մերցը նշեց, որ մեր դռները բաց են, բայց Հայաստանը մի շարք պայմաններ, չափորոշիչներ կա, որ պետք է բավարարի։ Վարչապետը ասում է, մենք կզարգանանք, կհասնենք այդ կետին, հետո կամ կընդունեն կամ չեն ընդունի։ Հետաքրքիր է, չէ՞։ Պատկերացրեք, ինչ-որ մարզիկ, ինչ-որ առաջնության է նախապատրաստում, լավ մարզավիճակ է ձեռք բերում, վերջում ասում են, չէ, դու չես մասնակցում, հետո ասում է, ոչինչ, դե կարևոր է, այս լավ մարզավիճակ ունեմ, հա։ Ինձ համար անկեղծ ասած կարևորը այդ օրիենտացիայի շրջանակներում նա է, որ Հայաստանը իրականացնի հետևողականորեն բարեփոխումների այն պլանը, այն հանձնառությունները, որոնք ստանձնում է դրա շրջանակներում։ Սա իմ կարծիքով չափազանց կարևոր է Հայաստանի ընդհանուր զարգացման համար։ Բայց իհարկե մենք այսօր մեր որևէ պարամետրով եվրոպական չափանիշներին չենք բավարարում եւ անմտություն է հիմա մտածել, թե տեսանելի գոնե ապագայում դա հնարավոր է իրականացնել։ Եվ մեր առջև էլ այդ դռները այդպես գրկաբաց, այսպես բաց չեն, որ մեզ այդքան հեշտությամբ ընդունեն, մենք այդ տարատեսակ դրա դրսևորումները տեսել ենք տարբեր երկրների, կոնկրետ օրինակ Ուկրաինայի պարագայում, այսինքն պարզ է, որ խնդիրներ, խոչընդոտներ եւ այլն կան, բայց ելի եմ կրկնում, մեզ համար կարևորը այն բարեփոխումները, որոնք ուղղված են արդարադատության համակարգի, պետական կառավարման համակարգի, տնտեսական համակարգի բարելավմանը, զարգացմանը, եվրոպական ստանդարտներին համապատասխանելու տեսանկյունից, սրանք իրականացնելն է եւ ինձ համար կարևորը դա է, որ այս հարցերում Եվրոպան պատրաստակամություն է հայտնում օժանդակելու Հայաստանին եւ դրա դիմաց նաեւ ուրեմն համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչի կարիքը Հայաստանը բնականաբար այսօրում։ Եվ մի կարևոր հանգամանք եւս քաղաքական տեսանկյունից այդ փաստաթուղթը իր մեջ ներառում է նաեւ որոշակի ձևակերպումներ, նաեւ կապված արցախցիների, տեղանված արցախցիների նկատմամբ վերաբերմունքի դրսևորման իմաստով։ Ինքնին այն հանգամանքը, որ Եվրոպական միությունը այս փաստաթղթի մեջ այդ ձևակերպումները պարունակում է, ես դիտարկում եմ որպես քաղաքական կարևոր ժեստ իր տարածաշրջանային խնդիրների նկատմամբ դիրքավորվելու իմաստով։ Դա մի կողմից կարևոր է, մյուս կողմից վտանգավոր չէ, տեսեք ինչ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանը այդ Եվրամիության հետ փաստաթղթի հրապարակումից հետո, որ Արցախի հայերին փախստականներ են ասում, մինչդեռ Ադրբեջանը կարծում է, որ նրանք ինքնակամ են լքել տարածքը, Եվրոդատարանի հետ կապված որոշումների խնդիրներ ունեն, գերիների հետ կապված, նրանք ոչ թե գերիներ են, այլ ծանր հանցագործություններ կատում։ Մի խոսքով, մի քանի կետերով բողոք էր ներկայացրել Ադրբեջանը եւ վերջում եզրակացությունը, որ արդյոք կասկածի տակ չի դրվում, որ Հայաստանը խաղաղասիրական ինչ-որ նպատակներ ունի, այսինքն դեպի տանում ենք, չգիտեմ, գուցե չեղարկման այդ խաղաղության պայմանագրի։
ըստ ադրբեջանական այդ խոսույթի։ Հասկանալի է, նախ պետք է նշեմ, որ ձևակերպումները բավականին զգուշ են արված այդ փաստաթղթի մեջ եւ այնպես է արված ըստ էության, որ խաղաղության օրակարգին շատ վնաս կամ ամենայն դեպս Ադրբեջանի կողմից այդպիսի ընկալումներ չդրսևորի, բայց այնուամենայնիվ այո, ճիշտ եք նկատել, Ադրբեջանի այդ ագրեսիվ ռեակցիան ցույց է տալիս իր անբավարարությունը այդ փաստաթղթի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների եւ հատկապես այդ դրվագի հետ կապված փաստաթղթում այդ ձևակերպումների արկայության։ Իմ խորին համոզմամբ մենք այդ խոսույթի մեջ երբեք չպետք է մտնենք Ադրբեջանի, որովհետեւ իրենց հիմնական նպատակը որն է առաջ քաշել կամ օրինականացնել, լեգիտիմացնել Հայաստանում նախկինում իբրև թե բնակված ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու թեմատիկային։ Բայց մյուս կողմից Եվրոմիությունը առաջին անգամ չէ, որ դիրքորոշում է արտահայտում Արցախից բռնագաղթած տեղափոխված Հայաստան տեղափոխված անձանց վերաբերյալ հենց 2023 թվականին մի քանի անգամ առիթներ ունեցել են թե առանձին եվրոպական երկրները, թե Եվրոմիությունը իրենց դիրքորոշում էս առումով հայտնելու։ Բայց այն ժամանակ Ադրբեջանը սրան այդպես շատ սուր չէր վերաբերում, որովհետև իր ստրատեգիական խնդիրներից մեկն էր լուծում եւ այդ ճանապարհին այդպես հատուկ սրել իր հարաբերությունները Էսկամեն Բևերի հետ կոնկրետ տվյալ դեպքում Եվրոմիության հետ, այդպիսի խնդիր չուներ իր առջև։ Բայց հիմա իմ կարծիքով իր հիմնական խնդիրը նա է, որ փորձել հնարավորինս միջազգային օրակարգի մաս դարձնել այդ մասը։ Եվ երբ որ մենք մտնում ենք այդ դաշտում խոսակցության մեջ, այո, մենք ջուր ենք լցնում իրենց ջրաղացին, ինչը բնականաբար անել պետք չէ։ Բայց շատ լավ է, որ Եվրոմիությունը այնուամենայնիվ այս խնդրին բավարար ուշադրություն այդ փաստաթղթում դարձնում է։ Սա նշանակում ընդ որում խոսքը այստեղ հումանիտար ասպեկտի մասին է, որևէ քաղաքական կամ այլ ասպեկտ գոյություն չունի ըստ էության, այսինքն խնդիր է դրված այդ անձանց օժանդակել եւ դա այն համատեքստում է արվում, որ արցախցիները իբրև Հայաստանի բնակիչների, իսկ ոչ մի այլ ենթատեքստ այստեղ չկա եւ սա պետք է բացատրվի, պետք է հասկանալի դարձվի ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ բնականաբար մնացած բոլոր անմտություն կլինի կարծել, թե Ադրբեջանը իրականում այդպիսի մտահոգություններ ունի, ավելի շատ սա թերևս պատրվակ է, որպեսզի հին հռետորաբանությանը վերադառնա։ Այո, հին հռետորաբանությանը եւ ել եմ կրկնում լեգիտիմացնելու այն խոսույթը, որը ինքը փորձում է հետեւականորեն զարգացնել, մի տեսակ ձևավորում է ինչ որ իմաստով ձևավորում է ընդհանուր օրակարգ եւ պատահական չէ, որ վարչապետը իր խոսքում նշեց, որ պետք է ընդհանրապես իրար հետ քննարկել այս հարցը փակելու համար, որովհետև կրկնում եմ, իրատեսական չէ մի կողմից մտածել, որ հնարավոր է ռեալիզացնել արցախցիների այնտեղ վերադարձը, մի կողմից էլ հնարավոր չի մյուս։ Տեսեք, վարչապետը ասում է, այնտեղ խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, ու որովհետև այստեղ էլ խոսում են արցախցիների վերադարձ, բան, եւ դրա համար Ադրբեջանը մտահոգություններ ունի եւ առաջարկում է երկու խնդիրները զուգահեռ լուծել։ Մյուս կողմից հիշեցնում են, որ վարչապետին չեն ընտրել Արցախի բնակիչները, Արցախի հայերը եւ վարչապետը իրավունք չունի արցախցիների վերադարձի իրավունքի մասին խոսել։ Բայց արցախցիները այսօր Հայաստանում են, ձեռք են բերում Հայաստանի քաղաքացիություն, նրանց խնդիրը այսպես թե այնպես, եթե անգամ այսպես համարենք, որ քաղաքական ասպեկտում կարող են ինչ-որ այդպիսի բացատրություններ կամ այդպիսի խնդիրներ առաջացնել, սոցիալական հարթության մեջ խնդիրը Հայաստանինն է։ Եվ Եվրոմիությունն էլ ըստ էության այդ հարթության մեջ հարցը դիտարկում։ Հետևաբար, այստեղ հենց այս հանգամանքն է, որ պետք է հասկանալի դարձնել, ընթերնելի դարձնել բոլորի համար։ Հասկանալի է։ Լավ, Գերմանիայից վարչապետը ուղևորվեց Մոսկվա եւ ասորիսի ժամանակ էլ նշեց այդ մասին, որ այստեղից ես գրում եմ, Մոսկվայով ինչ որ իմաստով հենց քաղաքական վեկտորների կողմնորոշման այս երկու հայցերը մի կողմից բալանսավորման, մյուս կողմից հակասությունների մեջ են։ Հակասությունների մեջ ես դիտարկում եմ ավելի շատ Ռուսաստանի դիտանկյունից։ Ռուսաստանը այո փորձում է հարցը այդ հարցին է դիտանկյունից մոտենալ եւ վարչապետի Մոսկվա կատարած այցի հենց ընթացքում Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի հայտարարությունը, որ Հայաստանը
ինչ որ փուլում իր այս քաղաքականությունը շարունակելու դեպքում միևնույն է կանգնելու է ընտրության առջև, որովհետև դրանք անհամատեղելի են, հենց դրա մասին է վկայում, որ այո, Ռուսաստանում ողջևորված չեն այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստան-Եվրոմիություն առանցքում։ Բայց մյուս կողմից պետք է նաև նկատել, որ այս փուլում Ռուսաստանը նկատելիորեն ավելի հանդուրժողաբար է վերաբերվում այս երևույթներին, այսինքն շատ չոր հարցը չի ձևակերպվում, չի դրվում այդ ընտրություն կատարելու վերաբերյալ։ Եվ այստեղ բազմաթիվ գործոններ կան իհարկե, այստեղ նոր ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ չհարուցելու, Եվրոպայում Ուկրաինայի խնդիրը կա չլուծված եւ այլն, եւ քանի դեռ չի հասել անվերադառնալիության կրիտիկական կետին Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների հարցը, կարծում եմ Ռուսաստանը մնալու է այս դիրքորոշման մեջ, մանավանդ որ գոնե Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանը բավարար չափով իր ներգրավվածությունը, իր պարտավորությունները կատարում է եւ այստեղ խնդիր կարծես թե չունենք։ Թողնենք ՀԱՊԿ, դա լրիվ ուրիշ խոսակցություն է, բայց այս հարթության մեջ, որը համադրելի է Եվրոմիության հետ, Հայաստանը փաստացիորեն ավելի շատ հիմա Եվրասիական տնտեսական միության խաղացող է իր բոլոր հանձնառությունների կատարումով հանդերձ, քան Եվրոմիության։ Եվրոմիության պարագայում մենք այս պահին ունենք ավելի շատ այսպես նպատակների ֆիքսում, քան ռեալ ինտեգրում, ինչը հույս ունեմ, որ մի օր կլինի, որովհետև կարծում եմ, որ այդ օրիենտացիան ամեն դեպքում Հայաստանի զարգացման հեռանկարների իմաստով ավելի համոզիչ է։ Բայց բոլոր դեպքերում Ռուսաստանի զգուշավորությունը այս հարցում կախված կլինի այն զարգացումներից, որոնք տեղի են ունենում Եվրոպայում, կոնկրետ խոսքը վերաբերում է Ուկրաինային։ Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ 2020 թվականի պատերազմի ամենամեծ պատճառներից մեկը այդ ռազմական բալանսի շատ մեծ տարբերությունն էր եւ մյուսը նաեւ պատժամանակը այդ շրջանում պատերազմ սկսելու այս ժամանակահատվածը նոր ինչ-որ էսկալացիաների համար ինչքանով է նպատակահարմար կամ ոչ նպատակահարմար, որովհետեւ իշխանական կողմը հակված է այն կարծիքին, որ մենք բացարձակ արդեն խաղաղություն ունենք եւ հակառակը պնդում են ընդդիմադիրները, մի խոսքով ձեր կարծիքը։ Միշտ խաղաղությունը եւ պատերազմը դրանք հարաբերական հասկացություններ են եւ երբեք ստատիկ խաղաղություն չի լինում եւ չի լինում ստատիկ պատերազմ։ Այսինքն դու կարող ես գնալ խաղաղության ճանապարհով, բայց X պահից սկսված կարող է իրավիճակն այնպես փոխվել, որ դու մտես լրիվ այլ ռեժիմի մեջ։ Իսկ մենք հարցին պետք է այս տեսանկյունից մոտենանք։ Ավելի շուտ պետք է խնդիրը գնահատենք հետեւյալ դիտանկյունից։ Ինչ պայմաններ կան այսօր խաղաղության, որոնք նպաստում են խաղաղության հաստատմանը եւ որոնք են այն ռիսկերը, որոնք կարող են խնդիրը տեղափոխել էսկալացիոն դաշտա։ Էսկալացիոն դաշտ տեղափոխելու պոտենցիալը միշտ կախված է եղել Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանը շարունակելով ունենալ այդ ռազմական առավելությունը, ունենալով բավականին լուրջ ուրեմն ռեսուրսներ, որոնք կարող են գեներացնել իր ռազմական պոտենցիալ հզորացնելու ուղղությամբ, ունենալով շատ այսպես հստակ կողմնորոշված թուրքական աջակցությունը եւ թուրքական աշխարհի, Պակիստանի նաեւ այդ թվում աջակցությունը կարող է միշտ այդ հավակնությունները դրսևորել, բայց այն process-ները, որոնք տեղի ունեցան այս տարվա օգոստոսին, խոսքը վերաբերում է Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմանը, չեմ ասի, որ չեմ համարձակվի ասել եւ իսկ թույլ չեմ տա ասել, որ դրանք երաշխավորում են խաղաղությունը, չի կարող այդպես բան լինել, բայց դրանք էականորեն գոնե այս փուլում նվազեցրել են էսկալացիայի հնարավորությունը։ Ես չեմ կարող ասել ինչ կարող է տեղի ունենալ, եթե ամերիկյան այս քաղաքականությունը ֆունդամենտալ չդառնա, այսինքն շարունակի դիտարկվել միայն որպես Թրամփի խաղաղարարական քաղաքականություն, որը կարող է իր պաշտոնավարման դադարումից հետո դադարել Միացյալ Նահանգների համար լինել ուրեմն առաջնահերթություն։ Հուսադրող եմ միայն այն հանգամանքը, որ մենք գործ ունենք կայացած պետական համակարգի հետ իդեմս Միացյալ Նահանգների վարչակարգի եւ շարունակականության ապահովումը հնարավոր կլինի, բայց շատ ավելի կարեւոր է, որ
Միացյալ Նահանգների տարածաշրջանում ներկայությունը, որը այս պահին դեռ փաստաթղթային զուտ թղթի վրա ձևակերպում է, ինքը նյութականանա որոշակի ներդրումների միջոցով, ներդրումների տեսքով այստեղ անմիջական ֆիզիկական ներկայության, ես չգիտեմ ինչ մակարդակով ի ձևով դա կլինի, նյութականանա այդ ձևով, որը արդեն էականորեն կբարձրացնի ուրեմն տարածաշրջանում կայունության էֆեկտը եւ կայունության հեռանկարները հնարավորությունները։ Եվ այո, այն հանգամանքը, որ process-ները արագ են զարգանում, թույլ է տալիս հուսալու, որ Հայաստանը այդ հարցի նկատմամբ հատկապես շատ հետևողականորեն տրամադրված։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը։